Բարև ձեզ, պարոն Սարգսյան, Ֆակտոր TV ուղիղ եթերում ենք այժմ քարոզարշավի 8-րդ օրն է այսօր, ինչպես կգնահատեք այս մեկշաբաթյա ձեր քարոզարշավի ընթացքը։ Պիտի ասեմ, որ լավ ծանրաբեռնված, բայց օրական մոտավորապես 13-14 հազար քայլ քայլում ենք։ Մենք հիմնականում ընտրել ենք այս տարբերակը, մտնել բակեր, հիմնականում աշխատում ենք այն բակերը, որտեղ բարձրահարկ շենքեր շատ կան ու մեծ են, ու այդտեղ ելույթներ ենք ունենում, երբեմն փոքր միտինգներ է ստացվում, եթե լավ օր է լինում, անձրևոտ չի լինում ու քամի չի լինում, իսկ երբ քամի է լինում, մարդիկ պատուհանները բացում են կամ պատշգամբների դռները երբ որ բացում են, տանշուշեղենը կոտրվում է, ստիպված այդ օրերին պատուհանների հետևից են մեզ ունկնդրում, համարում ենք, որ դա ավելի էֆեկտիվ մեթոդ է, դեռ երկի ժամանակից էինք դա օգտագործում, քան մարդկանց բերես հանրահավաքի կամ քո մարդկանց հավաքես դահլիճում է ցույց տալու, եթե ուզում ես չկողմնորոշված մարդկանց քվեն դեպի քեզ կողմնորոշես, ապա պիտի մտնես բակեր, խոսես, մտքեր ասես, որի շուրջ մտածեն, այդ առումով անընդհատ նույն ելույթները կրկնում ես, որը թիմի համար ձանձրալի է, բայց պիտի այնքան ասես, որ մարդկանց տեղ հասնի, մոտավորապես այս համատեքստում է։ Նաև մարդիկ շատ ուզում են օրվա խնդիրներից, որ խոսենք, հիմնականում այդ խնդիրները ինտրիգներին են վերաբերվում, Երեկ Քոչարյան եւ ասենք Նիկոլ Փաշինյան այդ բանավեճներ լեզվակռիվը իրար պիտակավորելու եւ նաեւ այդ բաները չգիտես ինչի շեղում են մարդկանց հանրահավաքներից մենք ինքներս նման գործելակերպի չենք անցնելու, աշխատելու ենք հիմնականում ծրագրերից խոսել, բայց մարդիկ հետաքրքրվում են, ես էլ աշխատում եմ ինձ բնորոշ հումորի սահմաններում այդ բաներին պատասխանել, այսինքն օրվա խնդիրներին էլ անդրադառնալ, ինչ որ առումով նաև արմունկներով պայքարել այս քարոզարշավում հակառակ ճամբարի քաղաքական ուժերի դեմ, բայց կոռեկտությունը առանց անցնելու, առանց վիրավորանքների։ Իսկ բնակիչների հետ շփումները ինչ են ցույց տալիս, մոտավոր ձեր շանսերը ինչպես կգնահատեք այդ շփումների արդյունքում արդեն։ Գիտեք, ընդհանրապես շանսերը գնահատում են հարցումները, քաղաքականությունը ու քաղաքականության հենքը սոցիոլոգիան է, սոցիոլոգիական հարցումները պիտի այդ ամեն ինչի իրական ու ճիշտ պատասխանը տան, բայց Հայաստանում սոցիոլոգիան պատվիրովի է ու այսօր կարող եմ ասել այն եզակի դեպքը, որ Սամվել Կարապետյանի հետ համաձայն եմ, երեք ինքն ասաց, որ եթե ինք համապատասխան վճար վճարի Gallup International-ին 5 օր հետո կստանա այնքան քվե, ինչքան որ վճարել է, Հայաստանում ցավոք սրտի այդ մակարդակի վրա է եւ սոցիոլոգիան հիմնականում տեխնոլոգիա է մարդկանց ուղղորդելու առումով։ Այս առումով պիտի ասեմ, որ մենք ակնկալում ենք եւ ոչ միայն ակնկալում ենք, հստակ է, որ 2021-ի տվյալներից բավականին ավելի լավ տվյալներ մենք կունենանք։ 2021-ին մենք հավաքել էինք 3.3%, հիմա անցողիկ շեմը 4% է, 2021-ից հետո մենք տեղական ինքնակառավարման ընտրություններում բազմաթիվ տեղերում հաջողություններ ենք ունեցել, Հայաստանի գրեթե բոլոր վայրերում ունենք գոնե մեկական հավաքանի, իսկ Մեղրի եւ Թումանյան համայնքներում նաեւ հաղթել ենք, Երևան համայնքում 11% ենք հավաքել, այն ժամանակ էլ սոցիոլոգիան մեզ 1% էր տալիս եւ ունենք 3 թաղապետ, փոխքաղաքապետ եւ այս առումներով կարծում ենք, որ այն 0.7%-ը, ինչը 4%-ը հաղթահարելու համար էր, մենք մեր ներկայացվածությամբ արդեն իսկ ունենք, պլյուս 21 թվականից մինչեւ 2026 թիվը կուսակցության անդամների թիվը 38%-ով ավելացել է։ Այսինքն մեր կուսակցությունում անդամագրում է տեղի ունեցել ու այդ բավականին լավ տեմպ է 38%-ը, ես ձեզ ասեմ։ Մարդկանց այդ շփումների առումով, գիտեք ինչ, ես այդ ամբողջ ընթացքում 2020 թվականից ասել եմ նոր պատերազմ չի լինելու, հանգիստ եղեք, հույս եմ տվել մարդկանց եւ մարդիկ այդ առումով լավատեսության ու հույսի կարիք ունեն եւ ինձ էլ վերաբերվում են այդ կերպ, մոտենում են դրական ակնկալիք ունենալով ու շփումները ցույց է տալիս, որ այո, այն տեղերում նույնիսկ որտեղ մենք չենք սպասում, որտեղ շտաբ չունենք,
օրինակ Կապանում մենք շտաբ չունեինք, բայց վերաբերմունքը ընկալումը բոլորը մոտենում էին, ասում են դուք այստեղ լավ քվե ունեք, ասում ենք մենք այստեղ անգամ կառույց չունենք, շտաբ չունենք, ասում են չէ դուք այստեղ լավ քվե ունեք։ Նման վերաբերմունք էր, ասենք Սյունիքի մարզի քաջարանում, որ զարմանալի էր մեր նախորդ այցելությունների ժամանակ, նախորդ իշխանությունների ժամանակ մեզ անգամ միջազգային դիտորդները դրոններով հետներս գալիս էին, որ կռիվներ չլներ, իսկ հիմի մարդիկ մոտենում էին, բուկլետ էին ուզում, պատուհաններից լսում էին, երբեմն անգամ ելույթներից հետո, եթե լավ էմոցիա ու էներգիայի դնում ծափահարում էին, այսինքն ընդհանուր առմամբ վերաբերմունքը բավականին լավն է եւ թիմը, երիտասարդ թիմը, իմ կարծիքով մեր թիմը ամենալավ մարզական իրավիճակում է այսօր, որտեվ կարծում եմ, որ վաղարշաբաթի ընտրություններից հետո մերոնք լավ տրեյնինգ անցան այդ առումով, նաև բազմաթիվ դասընթացների են մասնակցել եւ թիմը խնդիր է դրել, որ Երևան քաղաքի ցուցանիշը, այսինքն երկնիշ թվի ցուցանիշ ունենալ այս ընտրություններում, դա Աստված, որ իրենց այդ ցանկությունը իրականություն դառնա, որ մեր երիտասարդությունը իրեն բավարարված զգա, իր ամբիցիաները բավարարված զգա։ Տեսեք, պարոն Սարգսյան, ասում եք, որ սոցիոլոգիական հարցումներ չկան, միևնույն ժամանակ դուք չեք բացառում, որ կանցնեք խորհրդարան, հավանական եք ավելի ճիշտ համարում, բայց Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում էր արել մինչև քարոզարշավի մեկնարկը, եւ ըստ այդ հարցման ձեր ուժը չի անցնելու խորհրդարան, այսինքն շեմը չի անցնելու։ Գիտեք ինչ, Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումը, որը արել էր, այդ հարցումը էլի անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում գործող հարցում կազմակերպող ընկերությունները։ Այսինքն Միջազգային հանրապետական ինստիտուտը Միացյալ Նահանգներից հարցում անող կազմակերպություն չի բերել, իսկ Հայաստանում հարցում անող բոլոր կազմակերպությունները վստահեցնում եմ ձեզ, նախկին իշխանությունների հետ կապված են, իրենք էլ դա գիտեն այդ կառույցներում, ովքեր են ստեղծել եւ ովքեր են հորինել։ Ընդհանրապես հարցումները իրենց բովանդակությամբ են ձևով, ինչպես դուք հարցը ձևակերպեցիք, որևէ երկրում իրենք չեն արդարացրել, որովհետեւ եթե ձեր տեսակետը ճիշտ լիներ, Մեծ Բրիտանիայում Brexit-ը չպիտի անցներ, իրենք պիտի մնային Եվրոպայում, Միացյալ Նահանգներում էլ Հարիսը պիտի անցներ, եւ Երևանի քաղաքի ընտրություններում մենք 1% պիտի հավաքեինք, իսկ մենք 11 հավաքեցինք։ Վաղարշաբաթի ընտրություններում էլի մեզ 1% էին ասում, մեզ 4%-ից 13 ձայն չբավարարեց։ Այդ հարցումները քարոզչական նպատակ ունեն, ու նորից պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հարցումների մեխանիզմը հիմնականում քարոզչական բովանդակություն ունեն իրենց ձևի ու բովանդակության մեջ։ Այնպես որ որևէ ընտրությունից առաջ մեզ 1%-ից ավել չեն տվել, բայց մենք բազմաթիվ տեղերում, օրինակ, չգիտեմ, Մեղրիում 49% ենք հավաքել, Թումանյանում 52% ենք հավաքել ու հաղթել ենք։ Եվ այդ առումով թերահավատ եք այդ պատճառով։ Ոչ միայն թերահավատ եմ, սա փաստ է, որ ես շարադրում եմ, որը կարող եք արհեստական ինտելեկտին հարցնել, ձեզ կպատասխանի։ Պարոն Սարգսյան, հիմա այս պահին ձեր ծրագիրն է ձեռքում եւ դուք մի այսպիսի դրույթ ունեք դուրս գալ հապկից, ՌԴ-ի հետ հոբ համակարգից, դուք ինչպես կմեկնաբանեք ներկայում հայ-ռուսական հարաբերությունները եւ Պուտինի, այսպես ասած, վերջնագիր ներկայացնելը, ինչպես նաեւ մի փոքր այս ուղղությամբ ձեր ծրագրից կխոսեք։ Նախ պիտի ասեմ, որ Պուտինի վերջնագիրը նշանակում էր, որ Պուտինն եկել են եզրակացության, որ Հայաստանում հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու, հետևաբար, եթե ուզենա, որ դեպի Եվրոմիություն գնա, պիտի հանրաքվե անցկացնի, որտեվ եթե իր հետ քիմիա ունեցող Ռոբերտ Քոչյանը լինի, ընդհանրապես Եվրոմիություն գնալու թեման, թրիպի թեման կարելի է համարել փակված, այսինքն միայն Նիկոլ Փաշինյանի պարագայում է, որ Եվրոմիության խնդիրը օրակարգում է ու այդ դեպքում պիտի հանրաքվե անցկացնել։ Ինչ վերաբերվում է սպառնալիքներին, այդ ամեն ինչը ես լսել եմ դեռ լուսահոգի Արտաշես Մամիկոնիչի ժամանակից, այդ Չարի վերջի հեքիաթի պատմությունն է, որ ամեն գարնան աղվեսը պիտի գա, ասի սառնիմն է ու կույն ձակուզի, ու Ռուսաստանը այդ միշտ է անում, բայց իրենք արդյունք չեն գրանցելու ու չեն գնալու այդ քայլերին, ես վստահ եմ, որովհետև այդ քայլերի գնալու դեպքում, ասենք ազգային ժողովի նախագահը հստակ պատասխանեց, ասել դեպքում մենք հապկից էլ ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք։
Իսկ ազգային ժողովը դա ասում էր վստահ լինելով, որ իրենք այդ քայլին չեն գնա, որովհետև եթե Ռուսաստանը այդ քայլին գնում է, մենք հապկից ԵԱՏՄ-ից դուրս են գալիս, Ռուսաստանը հարավային Կովկասից դուրս է գալիս ընդհանրապես եւ իր սահմանները սկսում են Մազդոգից, Չեչնիայից, այդ խնդիրը Աբխազիայից, Օսեթիայից, այսինքն իր միակ են մանկետը, որ ԵԱՏՄ-ում է եւ այստեղ ինքը բազա ունի, այստեղ ինքը որոշակի ազդեցություն ունի, այդ Հայաստանն է, ու ես կարծում եմ, որ ընդհանրապես բարոյական առումով էլ այն ինչ Ռուսաստանի նախագահն անում է այդ հայ-ռուսական բարեկամության իօքուտ չի, ինքը իօքուտ չէ, դրանից հայ մարդը ավելի վատ է տրամադրվում Ռուսաստանի։ Ինչ վերաբերվում է դուրս գալուն, մենք առաջի կետը նշել ենք, որ դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանության համաձայնագրից համարում եկը, որովհետև համարում ենք, որ այն զենքերը, ինչը առել ենք Հնդկաստանից, ինչը գնել ենք Ֆրանսիայից, ինչը մեզ նվիրեց Միացյալ Նահանգները, երբ նրա փոխնախագահը Հայաստան եկավ, այդ զենքերը 2-3 օրում կվերածվեն մետաղի ջարդոնի, եթե Հայաստանի օդային տարածքը չպաշտպանվի եւ հակաօդային պաշտպանության ուժեր չունենանք։ Իսկ այսօր մեր հակաօդային պաշտպանությունը համատեղ է ռուսների հետ, հետեւաբար մենք 6-րդ սերնդի հակաօդային պաշտպանության ուժեր ունենալ չենք կարող, որտեղ եթե որևէ երկիր իր տեխնոլոգիան տամես, այդ կլինի, որ տվել է նաև ռուսներին։ Դրա համար դա գերկարևոր է։ Դա առաջնային է, ամենաառաջնայինից ավել պիտի դուրս գաս միասնական հակաօդային պաշտպանությունից, որ ձեռք բերել ժամանակակիցը, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքն էլ ասաց, որ 2020 թվականին ադրբեջանական բայրակթարները եկան Աբովյանի վրայով պտտվեցին, գնացին, ու ոչ մի բան մեր հակաօդային պաշտպանությունը չաշխատեց, ավելին վարչապետն ասաց, որ դա անջատված է եղել, ու այդ հաստատ ինքը չէր անջատել, անջատել էր այն երկիրը, ում հետ համատեղ ենք։ Հետևաբար որպեսզի նման բան չլինի, միանշանակ այդ խնդիրը պիտի լուծվի, ինչն էլ գրված է մեր ծրագրում։ Ասեմ, որ այս 300-ները, ինչը մենք գնել էինք Ռուսաստանից, դրանք 300 կիլոմետր հեռավորության վրա արագ ընթացող ինքնաթիռների, հրթիռների ոչնչացման համար են, բավականին թանկ եւ լավ զենք են, միլիոնից ավել, 1 միլիոնից ավել յուրաքանչյուրը, բայրակտարները $100-150,000 են, բայց 3 օրում մեր այս 300-ները մետաղի ջարդոնի վերածվեցին, որովհետև այդ էժան բայրակտարները արագ ցածր թռչող եկան, ռմբակոծեցին, գնացին։ Հիմա նոր ժամանակների պատերազմ են եւ այդ նոր ժամանակների պատերազմը իր պարտադրանքն ու թելադրանքն ունի, այնպես որ մեր այդ առաջի կետը, ինչ ասեմ, թթվասնի նման անհրաժեշտ է մեր երկրին, եթե մենք ուզում ենք մեր երկիրը պաշտպանված լինի։ Իսկ հապկից դուրս գալը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի վրա։ Գիտեք ինչ հապկից, իսկ հապկում մնալը հետևանք ունի Հայաստանի վրա, եթե դուք այդ հարցին պատասխանեք, ասեք, ինչ է նշանակում հապկում սառեցրել ենք։ Հապկը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանները, հետևաբար հապկում մնալը մի անվտանգության կառույցը, որը քո պետության սահմանները չի ճանաչել, բայց ինքը ըստ իր ստորագրած փաստաթղթի պիտի պաշտպանի այդ սահմանները, այդ անհետեցությունն է ստացվում, ու այդտեղ մնալը ոչ մի բան չի տալիս։ Ընդհակառակը այդտեղ մնալով մենք չենք կարողանում այլ ռազմական դաշինքների ժամանակակից զենք զինամթերք գնել, հետևաբար անհեթեթ է այդտեղ մնալը։ Այդ պատմությունները են կարգի բառախաղեր են, որոնց տրամաբանության մեջ որևէ մեկը չի կասկածում ու զավեշտալին այդ կառույցում մնալու մեջ։ Իսկ ինչքան ժամանակ է պետք մեզ, որպեսզի եվրոպական շուկայի չափանիշներին համապատասխանեցնենք այն ապրանքները, որոնք հիմա ԵՏՄ են արտահանում։ Գիտեք ինչ, դրանց պիտի վաղուց համապատասխանեցրած լինեինք, եւ այսօր արդեն մենք այդ ուղղությամբ չմտածեինք, բայց եթե մենք մտածում ենք, որ մենք դատապարտված ենք ու չենք կարող եվրոպական շուկայի համապատասխան ապրանքներ մատակարարել, այդ տեսակետը Լուկաշենկոն է ասել, ես այդ տեսակետը չեմ կիսում, ինքն ասում է, որ հայերը ուր պիտի գնան, իրենք որևէ տեղ գնալու չունեն, ում են իրենք պետք, այսինքն հայերը միայն անորակ ապրանք կարող են արտադրել ու այդ վաճառել ռուսական շուկաներում, իսկ իմ կարծիքով այդ բացարձակ այդպես չի, եւ դրա ապացույցն է, որ Եվրոմիության գագաթաժողով է լինում Հայաստանում, դրա ապացույցն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն է գալիս Հայաստան, դրա
ապացույցն է, որ Միացյալ Նահանգներում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հետ նաև երկկողմ համաձայնագիր է ստորագրվում, որտեղ 3 ուղղություն է նշվում, այս ամեն ինչը իր թրիպը իր ամեն ինչով, ու այստեղ ասենք այն թեւը, որը հակառակ արգումենտներ է բերում, իմ համար անընդունելի, անհասկանալի է, մասնավորապես ասենք Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ թրիպը կարող է լինել առանց ամերիկացիների, ես թողում եմ մի կողմ, էլի, որ մարդն ասում է ծրագիրը, ինչը ստորագրվել է ամերիկացիների հետ, կարող ենք թողնել մի կողմ, այս տրամաբանության ուրիշ դաշտ է, բայց ինքն ասում է, այդ ված չի, այդ թրիպը իմաստ ունի միայն այն ժամանակ, եթե դա Նախիջևանից շարունակվում է, ու այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու Նախիջևանից չի շարունակվում։ Ես կարող եմ այդ հարցին պատասխանել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարի 28-ին իր պաշտոնավարումից մի շաբաթ, մի ամիս առաջ, մարտի 1-ից մի քանի օր առաջ հայկական երկաթուղիները կառավարման տվեց ռուսական հարավկովկասյան երկաթուղիներին։ Այդ դրա համար թրիպը այդտեղից չի շարժվում։ Այդ դրա համար է, որ Հայաստանի վարչապետն ասում է, այդ գերկարևոր է Հայաստանի համար, ու ես Ռուսաստանին պիտի առաջարկեմ այդ վաճառեն որևէ երրորդ Ղազախի, չգիտեմ ինչի, որ գոնե այդ տարբերակով աշխատեցնենք։ Պարոն Սարգսյան, ես նկատի ունեմ, եթե օրինակ Ռուսաստանը ինչ-որ արհեստական խոչընդոտներ ստեղծի, թեկուզ օրինակ գազը թանկացնի, այդ առումով մենք ինչ այլընտրանքներ կունենանք հապկից դուրս գալ։ Գիտեք ինչ, այդ ինչ որ դուք ասում եք, ես ասացի, որ ես դրանք Արտաշես Մամիկոնիչից լսել եմ, ու ինքը այդ Արմագեդոնը այնքան լավ էր ներկայացնում։ Հայաստանում չկա մեկը, որ իր էնտուզիազմով կարողանա այդ ներկայացնել։ Այսինքն ինչ, մենք մնում ենք այնտեղ, ու ես հիմի պիտի ձեզ պատասխանեմ այսքան ժամանակում SSS, այդպես չի լինում։ Հայաստանը պիտի կողմնորոշվի, եւ թե Ռուսաստանը, թե Եվրոմիությունը ասում են, որ միևնույն ժամանակ երկու տնտեսական դաշինքում լինելը անհնարին է։ Եթե Հայաստանը որոշում է ու դիմում է Եվրոմիության անդամակցության, այդ Եվրոմիությունը աջակցում է իրեն իր չափանիշներին համապատասխանելու։ Օրինակ Վրաստանը Եվրոմիության անդամ չի, դիմեց իր սահմանադրության մեջ գրեց, Եվրոմիությունը օգնեց, Վրաստանի գինեգործությունը գնաց Եվրոմիության չափանիշների, հանեցին իրենց չուգունե, չգիտեմ, էմալապատ տարաները, փոխարենը ճիշտ տարաներ բերեցին, հայ գինեգործներն էլ ուրախացած էժանով այդ տարաներն առան, այսօր կրակն են ընկել դրա ձեռքը։ Եվրոմիությունը 2 տարի բացեց իր դռները վրացական գինիների առաջ, վրացիները սկսեցին շատ բարձր որակի եվրոպական չափանիշների գինի արտադրել, ու Ռուսաստանը նորից դռները բացեց, այսօր ռուսական շուկայում վրացական գինիներ են ծախում, եւ տխուրը նրանում է, որ հայկական կոնյակը դրանից էժան է։ Այսինքն ժամանակը կախված է նրանից, թե դու ինչ քայլերով ես փորձում առաջ ընթանալ։ Սարգսյան, այդ որ ասացիք թրիփի հետ կապված, բացի Պուտինը կարծում է, որ բացի Նիկոլ Փաշինյանից որևէ ուժ չի շարունակելու օրինակ թրիփը կամ Եվրամիությանն անդամակցելու այդ ճանապարհը, այլ ուժեր կան եւս, որոնք ասում են մենք շարունակելու ենք այն կետից, որտեղ հասել է Փաշինյանը։ Ովքեր են այդ ուժերը, որոնք ասում են մենք շարունակելու ենք։ Օրինակ Սամվել Կարապետյանի թիմը, Մարությանի թիմը ասում են մենք շարունակելու ենք, բայց առավել լավ պայմաններ։ Հա, իրանք ասում են, որ գիտեք ինչ, այն ինչ որ թրիպում ստորագրվելու է, մենք գնալու ենք ասելու ենք ընկեր Թրամփը, լարի դուք ինչ-որ բան ստորագրել եք, բայց այդ ստորագրածը այնքան էլ մեր սրտով չի, բերեք այդ վերանայենք ու դուք դրան լուրջ եք ընդունում ու ինձ այդ առումով հարց եք տալիս, հա։ Thank you.
Բացես բարև ելել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։